Օլիմպոսին բարձրանալը ամենաբարդ բանն է, բայց ավելի բարդ բան էլ կա, եւ դա Օլիմպոսում մնալն է։ Եվ սովորաբար, երբ դու հասնում ես Օլիմպոսի գագաթին եւ ընդամենը մեկ քայլ է մնում, որպեսզի դու այնտեղ դրես քո հաղթական դրոշը, դու այդտեղից ընկնում ես։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է նորից Վակ Սպորտսի Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու ֆուտբոլային թոփ իրադարձությունների մասին։ Խոսենք Լիգա 1-ի մասին, այստեղ եղան շատ հետաքրքիր հանդիպումներ, եղան անակնկալներ, եղան տպավորիչ քամբեքներ եւ ամենակարևորը լիքը գոլեր։ Ընկերներ, եկեք սկսենք Լիգա 1-ի ամփոփումը եւ իհարկե դրա համար մեզ ինչ է հարկավոր վերցնել կախարդական հեռախոսը եւ սկսել հերթով ամփոփել։ Առաջին հանդիպումը դա Լանս Թուլուզ հանդիպումն էր, որտեղ ամեն ինչ շատ վատ սկսեց Լանսի համար, արդեն խաղի 6-րդ րոպեին Կասերեսը հաշիվը բացեց, ընդամենը 7 րոպե հետո Հիդալգոյի փոխանցումից հետո Կումբասան հաշիվը դարձրեց 2-0 եւ սրանից հետո պատկերը փոխվեց ընդամենը 4 րոպե հետո, որովհետեւ ուղիղ կարմիր քարտ ստացավ Գբոհոն եւ այս ուղիղ կարմիր քարտից հետո Լանսը վերցրեց գնդակը եւ ուներ շատ մեծ առավելություն, ահռելի մեծ առավելություն, բայց առաջի խաղակեսում կրճատել հաշիվը չհաջողվեց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ Լանսը շարունակեց իր ահեղ գրոները 1-1-ի հետևից եւ ի վերջո խաղի 61-րդ րոպեին Մաքսիմինի փոխանցումից հետո Աբդուլհամիդը հաշիվը դարձրեց 1-2։ Խաղի 67-րդ րոպեին Թոմասոնը հաշիվը դարձրեց 2-2, իսկ խաղավերջում 90+1-ին Գանյուն Բուլատովիչի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-2 եւ Լանսը շատ կարեւոր հաղթանակ տոնեց եւ պետք է սպասեր Paris Saint-Germain-ի խաղին։ Բայց մինչև Paris Saint-Germain-ի խաղի մասին խոսելը, որի մասին մենք խոսենք վերջինը, խոսենք Մարսելի խաղի մասին, որը անակնկալ պարտություն կրեց Լորիենից, ընդհանուր առմամբ հավասար հանդիպում էր, բայց Լորիենը օգտագործեց իր պայերը, իսկ Մարսելը ոչ։ Խաղի 28-րդ րոպեին Կացերիսը բացեց խաղի հաշիվը, իսկ խաղի 58-րդ րոպեին Պագիսի փոխանցումից հետո Դիենգը հաշիվը դարձրեց 2-0։ Մարսելի բոլոր փորձերը այս խաղը փրկելու ապարդյուն էին։ Հաջորդ հանդիպումը Լիլ-Նիսն է, այստեղ միայն կարող եմ ասել, որ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։ Մոնակո-Օսեր, սա հետաքրքիր հանդիպում էր, Մոնակոն յուրահատուկ քամբեք իրագործեց, առաջի խաղակեսում Մոնակոն ուներ խաղային առավելություն, բայց գոլերը խփում էր Օսերը, նախ Դանոիսը խաղի 11-րդ րոպեին բացեց հաշիվը, հետո խաղի 33-րդ րոպեին Սինայոկոն հաշիվը դարձրեց 0-2։ Երկրորդ խաղակեսում ակտիվացավ Մոնակոն, ստեղծեց պահ հետևից եւ ի վերջո խաղի 56-րդ րոպեին Ակիլուշի փոխանցումից հետո Ֆատին կրճատեց խաղի հաշիվը եւ ընդամենը 3 րոպե հետո 11 մետրանոցի իրավունք վաստակեց Մոնակոն եւ Բալոգունը հաշիվը դարձրեց 2-2։ Մոնակոն կարող էր խփել նաեւ երրորդ գոլը, բայց այդպես էլ չհաջողվեց դա անել եւ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Եվ վերջին հանդիպումը, որի մասին ուզում եմ խոսել, նշեմ միայն, որ Ստրասբուրգը սեփական արգիտակ 0-3 հաշվով զիջեց Ռենին եւ Ռենի համար սա շատ կարեւոր հաղթանակ էր, որովհետեւ նրանք բարձրացան քառյակ այս խաղը հաղթելուց հետո, բայց հետո պետք է կայանար Paris Saint-Germain Lyon հանդիպումը, սա տուրի կենտրոնական հանդիպումն էր, նորից Լուիս Էնրիկեն շատ մեծ ռոտացիա էր արել, չկար Խվիչան, չկար Ուսման Դեմբելեն, չկար Ժոաու Նևեշը, Զայեմերին նաև մեկնարկային կազմում չէր, Նունո Մենդեշը վնասվածքով պայմանավորված չէր խաղում, Մարկինյոսը չկար, մի խոսքով շատ էին ռոտացիաները եւ դա էլ ազդեց իմ կարծիքով հենց Paris Saint-Germain-ի վրա, շատ լավ մեկնարկեց Լիոնը խաղի մեկնարկում, նախ Մորիրայի փոխանցումից հետո Էնրիկը խաղի 6-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ հետո ընդամենը 13 րոպե հետո Մորիրայի փոխանցումի, արդեն Էնրիկի փոխանցումից հետո Մորիրան հաշիվը դարձրեց 2-0։ Այս գոլից հետո Paris Saint-Germain-ը ուշքի եկավ, ակտիվացավ, ստեղծեց մի քանի հնարավորություն, բայց շատ լավ էր խաղում Լիոնի դարպասապահ, խաղի 33-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց Paris Saint-Germain-ը եւ գնդակին մոտեցավ Գոնսալո Ռամոշը, բայց Գրեյֆը հերթական հիասքանչ սեյվը կատարեց եւ կարողացավ խաղի մեջ պահել Լիոնին, առաջի խաղակեսն ավարտվեց հենց այդպես 2-0։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Paris Saint-Germain-ը գնդակով էր հիմնականում, փորձում էր գտնել ուղիներ դեպի մրցակցի դարպասը, բայց շատ լավ էր պաշտպանվում Լիոնը եւ չէր ստացվում ինչ-որ շատ արտառոց պայեր ստեղծել։ Ի վերջո խաղի 59-րդ րոպեին եռակի փոփոխություն տեղի ունեցավ, Խվիչյան, Լիկանինը եւ Դեմբելեն հայտնվեցին խաղադաշտում, համապատասխանաբար Դուեի, Մայլուի եւ Ռամոսի փոխարեն եւ սրանից հետո իհարկե Paris Saint-Germain-ը ակտիվացավ, ստեղծեց մի քանի հնարավորություն, շատ տպավորիչ էր Ուսման Դեմբելեի հարվածը, որը դիպավ դարպասաձողին, դա կարող էր ֆանտաստիկ գոլ լինել, բայց տեղի չունեցավ այդ գեղեցկությունը, թերևս խաղավերջում Ֆաբիան Ռուիսի փոխանցումից հետո իդեպ Ֆաբիան Ռուիսը վերջապես վերադարձավ Paris Saint-Germain-ի մեկնարկային կազմ, ինչը շատ կարևոր է Paris Saint-Germain-ի համար, եւ հենց նրա փոխանցումից հետո էլ Քվիչա Կվարացխելիան խփեց հիասքանչ գոլ, բայց նա խաղավերջում էր եւ փրկել խաղը չստացվեց։ Այս խաղում եւս մեկ ցավալի իրադրություն եղավ առաջի խաղակեսում։ Վիտինյան վնասված ստացավ խաղի 39-րդ րոպեին եւ նրա փոխարեն Էմերին հայտնվեց խաղադաշտում։ Հուսանք այստեղ վնասվածքը լուրջ չէ, որովհետեւ Paris Saint-Germain-ի համար Վիտինյան դա ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է եւ սա լուրջ խնդիր կլինի հատկապես Չեմպիոնների լիգայում ապագայի համար։ Այսպես ասած Ռամոշի վերադարձից հետո, ավելի ճիշտ Ֆաբիան Ռուիսի վերադարձից հետո, ինչ Ռամուշ, շատ լավ նորություն էր դա, բայց դե Վիտինյան կարծես թե փչացրեց այդ ամեն ինչը եւ այս պարտությունն է դարձավ խնդիր, որովհետեւ այո Paris Saint-Germain-ը դեռ առաջատար է, բայց մոտեցավ Լանսը։ Հիմա մրցաշարային աղյուսակը Paris Saint-Germain-ը առաջին հորիզոնականում է 63 միավորով 28 խաղերից հետո 1 խաղ պակաս է անցկացրել, ընդհանուր 2 խաղ պակաս է անցկացրել բոլորից, իսկ Լանսից է 1 խաղ պակաս անցկացրել, որտեղ Լանսը 29 խաղերից հետո ունի 62 միավոր, Լիլը 54 միավորով 3-րդ հորիզոնականում է, Լիոնը 54 միավոր հավասար միավորներով 4-րդ հորիզոնական բարձրացավ, Ռենը 53 միավորով 5-րդն է, Մարսելը 52 միավորով 6-րդն է եւ Մոնակոն 50 միավորով 7-րդն է։ Այստեղ Եվրագավաթային պայքարը ուղղակի սլացուցիչ է, ֆանտաստիկ է եւ շատ թեժ է լինելու եւ դեռևս պարզ չէ թե ովքեր կլինեն քառյակում, տեսնենք ինչ կստացվի, բայց շատ հետաքրքիր պայքար է մեզ խոստանում այս առաջնությունը, նաեւ չմոռանանք, որ Լանսը ունի Paris Saint-Germain-ի հետ խաղ, մի խոսքով ամեն ինչ թեզացավ Լիգա 1-ում։ Առաջնության գլխավոր ռմբարկուն Լեպոլն է 17 գոլով, Ռենից 4 գոլային փոխանցմամբ, երկրորդը Պանիչելին է 16 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Գրինվուդն է Մարսելից 15 գոլ եւ 6 գոլային փոխանցում, չորրորդը Բալոգունն է Մոնակոից 12 գոլ եւ 3 գոլային փոխանցում, եւ Էդուարդը նրան հավասար արդյունք ունի 5-րդ տեղում 12 գոլ եւ 3 գոլային փոխանցում։ Լիգա 1-ում ամեն ինչ թեժացավ, իսկ մենք սպասենք մյուս շաբաթվա հանդիպումներին եւ ես էլ հասկանամ թե ինչ է կատարվում իմ լեզվի հետ, երբ ասում եմ թեժացավ բառը։ Խոսենք Բունդեսլիգայի մասին, որտեղ Բավարիան հռչակվեց չեմպիոն, բայց Բավարիայի խաղին կանդրադառնանք ամենավերջում։ Եկեք սկսենք Ունիոն Բերլին-Վոլսբուրգ խաղից։ Այս խաղին ինչու եմ ուզում անդրադառնալ, որովհետև երևի բոլորդ էլ գիտեք, որ համացանցը գմփեցնում էր այն պատմությունը, որ կին մարզիչ ունի Ունիոն Բերլինը, այո, նա ժամանակավոր է, 6-5 խաղի համար է նա նշանակված եւ մեծ հավանականությամբ նա կլինի Ունիոն Բերլինի կանանց մարզիչը հետագայում, բայց այդ առումով շատ հետաքրքիր է թե ինչպես կխաղա նրա թիմը եւ պետք է նշել, որ Ունիոն Բերլինը իրականում վատ տպավորություն չթողեց այս խաղում, բայց պարտվեց Վոլսբուրգի 2 ֆանտաստիկ գոլերի պատճառով, ավելի լավ խաղում էր Ունիոն Բերլինը, բայց շքեղ գոլեր խփում էր Վոլսբուրգի 2 գոլերն էլ խորհուրդ կտամ դիտել, ցավոք սրտի իմ տելեգրամյան ալիքում այս խաղին մենք չենք անդրադարձել, բայց գոլերը չենք գցել, բայց հնարավորության դեպքում գթեք եւ դիտեք Վիմերի գոլը խաղի 11-րդ րոպեին եւ Պեչինովիչի գոլը խաղի 46-րդ րոպեին։ Երկու ֆանտաստիկ գոլ, մեկը մեկից գեղեցիկ, իմ կարծիքով երկրորդ գոլը, եթե չեմ սխալվում, երբ որ դրսի մասով հարվածն էր, շատ գեղեցիկ ստացվեց։ Այս հանդիպման մասին այսքանը, ընդհանուր առմամբ Ունիոն Բերլինը լավ տպավորություն թողեց, լավ ֆուտբոլ խաղաց, բայց պարտվեց 2 շեդևր գոլերի պատճառով Վոլսբուրգի 1-2 հաշվով։ Հոֆենհայմ, Բորուսիա Դորտմունդը պարտվեց եւ սա արդեն հնարավորություն տվեց, որ Բավարիան ոչ ոքիով անգամ Շտուտգարտի հետ չեմպիոն էր դառնում։ Պետք է նշեմ, որ լավ խաղաց ավելի Հոֆենհայմը, Բորուսիան
այդքան էլ լավ տեսք չուներ եւ խաղի 42-րդ րոպեին Կրամարիչը նախ բացեց 11 մետրանոցով, երկրորդ խաղակեսի 87-րդ րոպեին թվաց, թե Բորուսիան փրկվեց, Բենսաբայանի փոխանցումից հետո Գիրասին հաշիվը դարձրեց 1-1, բայց հետո նորից 11 մետրանոց, խաղի վերջին րոպեին 90+8-ին եւ Կրամարիչը խփում է նաեւ երկրորդ գոլը եւ Հոֆենհայմը կարողանում է հաղթել Բորուսիա Դորտմունդին։ Եվս մեկ հանդիպում Բայեր Լևերկուզենն էլ իր հերթին պարտվեց Աուսբուրգին, սա շատ ողբերգական պարտություն էր Բայերի համար, որտեղ այս տուրում հաղթելու դեպքում նրանք կարող էին մոտենալ քառյակին, իսկ նրանց նպատակը լինել չեմպիոնների լիգայում է եւ այս խաղից հետո էլ նրանք գավաթային խաղ ունեն Բավարիայի հետ եւ շատ կարեւոր է լավ տրամադրությամբ գնալ եւ իրականում ամեն ինչ շատ լավ սկսեց Բայեր Լևերկուզենի համար, խաղային իհարկե մեծ առավելություն ուներ Բայեր Լևերկուզենը, ընդհանուր 35 հարված կատարեցին այս խաղում, բայց պարտվեցին։ Խաղի 12-րդ րոպեին Շիկը Տապսոբայի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը, բայց ընդամենը 3 րոպե հետո Ռայդերը հաշիվը դարձրեց 1-1։ Եվ երկրորդ խաղակեսում նորից նույն Ռայդերը դուբլի եղինակ դարձավ, խաղի վերջին րոպեին 11 մետրանոց իրացրեց եւ Աուսբուրգը հաղթեց Բայեր Լևերկուզենին եւ սա Լևերկուզենի համար իրականում ողբերգություն էր, որովհետեւ շատ քիչ է մնացել, իսկ Լևերկուզենը դեռևս քառյակից հեռու է։ Եվ հաջորդ հանդիպումը Լայպցիգի հանդիպումն էր Այնթրախտ Ֆրանկֆուրտի հետ, սա տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն էր, շատ հետաքրքիր պայքարում անցավ խաղը, ավելի լավ տեսք ուներ Լայպցիգը, բայց Այնթրախտ Ֆրանկֆուրտը եւս ունենում էր իր պահերը, բայց հաղթեց Լայպցիգը եւ հաղթեց նրա հաշիվը, որ ավելի լավ օգտագործեց իր պահերը։ Խաղի 27-րդ րոպեին Կլոստերմանի փոխանցումից հետո Դիոմանդեն, ում արդեն կապում են թոփ թիմերի հետ եւ հատկապես Լիվերպուլի հետ, բացեց խաղի հաշիվը, խաղի 34-րդ րոպեին Ամմայի Մույենի, եթե ճիշտ եմ ասում անունը, գուցե սխալ եմ ասում, նրա փոխանցումից հետո Լարսոնը հաշիվը դարձրեց 1-1, խաղի 70-րդ րոպեին Նուսան հաշիվը դարձրեց 1-2 եւ հետո Նուսայի փոխանցումից հետո Հարդերը խաղի 81-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-3 եւ Լայպցիգը շատ կարեւոր հաղթանակ տոնեց տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում եւ տուրի վերջին հանդիպումը կենտրոնական հանդիպումը Բավարիա Մյունխեն եւ Շտուտգարտ։ Այստեղ ամեն ինչ եղավ Բավարիայի ոճով, այո, Բավարիան առաջինը բաց թողեց գոլ, բայց հետո արեց այն, ինչ սովորաբար անում է այսպիսի հանդիպումներում։ Նախ Ֆուրիխը խաղի 21-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը եւ սրանից հետո սկսեց 30-րդ րոպեից հետո սկսեց Բավարիայի քանդուքարապը։ Նախ Գերերոն Մուսիալայի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 1-1, դեպ այս խաղում ոչ Օլիսեն, ոչ Հարի Քեյնը մեկնարկային կազմում չէին, նորից ռոտացիայով կազմ էր ընտրել կոմպանին, հետո Դիասի փոխանցումից հետո Ջեքսոնը դարձրեց 2-1 33-րդ րոպեին, հետո նույն Դիասի փոխանցումից հետո 37-րդ րոպեին Ալֆոնսո Դեվիսը հաշիվը դարձրեց 3-1, երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում դաշտ մտան Քեյնը եւ Օլիսեն Դիասի եւ Մուսիալայի փոխարեն եւ խաղի 52-րդ րոպեին Քեյնը խփեց նաեւ 4-րդ գոլը։ Ի վերջո հանդիպումն ավարտվեց 4-2, որովհետև խաղի 88-րդ րոպեին Կարազորի փոխանցումից հետո Անդրեշ Չեման Ռեալ Մադրիդի սանը կարողացավ կրճատել հաշիվը, այսպես ասած, բայց Բավարիան վստահ հաղթանակ տոնեց եւ դարձավ չեմպիոն։ Գարեջրի բակալներ, ինչպես սիրում են, ուրախություն, փուչիկներ, վարդեր, Բավարիան Բունդեսլիգայի չեմպիոնն է։ 4 տուր առաջ մրցաշարի ավարտվելուն զուգընթաց 79 միավորով Բավարիան դարձավ չեմպիոն եւ այդ առաջատարն է, Բորուսիա Դորտմունդը երկրորդն է 64 միավորով, Լայպցիգը երրորդն է 59 միավորով, Շտուտգարտը 56 միավորով չորրորդն է, Հոֆենհայմը 54 միավորով 5-րդն է, Բայեր Լևերկուզենը 52 միավորով 6-րդն է։ Տեսնենք վերջի 4 տուրերում ինչ պայքար կընթանա եւ կարողանա արդյոք Բայեր Լևերկուզենը անցնել Հոֆենհայմին եւ Շտուտգարտին, բայց այս Աուսբուրգի հետ պարտությունը իրոք շատ ծանրացրեց իրավիճակը, հիմա հաղթելու դեպքում նրանք կարող էին ընդամենը 1 միավորով հետ մնալ Շտուտգարտից, բայց չկարողացան դա անել։ Առաջնության գլխավոր ռմբարկուն շարունակում է մնալ Հարի Քեյնը 32 գոլ եւ 5 գոլային փոխանցում, երկրորդ տեղում Ունդավն է Շտուտգարտից 18 գոլ եւ 5 գոլային փոխանցում, երրորդը Դիասն է 15 գոլ եւ 13 գոլային փոխանցում, չորրորդը Գիրասին է 14 գոլ եւ 1 գոլային փոխանցում եւ 5-րդ տեղում Օլիսեն է 12 գոլ եւ 18 գոլային փոխանցում։ Ինչևէ մեզ երևի թե մնում է Բունդեսլիգայում հասկանալ, թե
ովքեր դուրս կմնան, թերևս այստեղ էլ կարծես թե նշմարվում են անհաջողակները, եւ իհարկե հասկանանք, թե ովքեր կլինեն Եվրագավաթային գոտիներում եւ հատկապես ով կլինի Չեմպիոնների լիգայում այն 4-րդ երջանիկ թիմը, որը կկարողանա ներկայացնել գերմանական ֆուտբոլը։ Իսկ մենք անցնենք հաջորդ լիգային։ Հաջորդը իտալական ֆուտբոլն է, որտեղ Ինտերը արդեն շատ շոշափելի առավելություն ստացավ մրցակիցներից եւ հնարավոր է անգամ հաջորդ տուրում հաղթի Սկուդետոն, բայց մինչեւ այդ խաղին անդրադառնալը եկեք սկսենք հերթով անցնել բոլոր խաղերի վրայով եւ իրականում հենց իմ ցուցակով առաջինը Սաուսոլո Կոմո հանդիպումն է, որտեղ Կոմոն անակնկալ պարտություն կրեց եւ դժվարացրեց իր իրավիճակը քառյակ մտնելու հարցում։ Նախ խաղի 42-րդ րոպեին Նզոլայի փոխանցումից հետո Վոլպատոն բացեց խաղի հաշիվը, հետո 44-րդ րոպեին արդեն Նզոլան կարողացավ հաշիվը դարձնել 2-0, սրանից հետո երբ Նիկո Պասը խաղի 45+2-ին կարողացավ կրճատել հաշիվը, կար տպավորություն երկրորդ խաղակեսում Կոմոն կկարողանա փոխել խաղի լոգիկան եւ կկարողանա հաղթել այս դիմակայությունում, բայց երկրորդ խաղակեսում Կոմոն ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին եւ շատ կարևոր պահի նորից միավորներ կորցրեց եւ Յուվենտուսի համար սա իրական նվեր էր պոկվելու եւ հաստատվելու քառյակում։ Ինտերը շատ վստահ հաղթանակ տոնեց Կալյարիի նկատմամբ, ընդհանրապես կարելի է ասել խնդիրներ չունեցավ, Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, ինչը ուրախալի էր։ Ինտերը երկու խաղակեսում էլ ուներ առավելություն, բայց 3 գոլներ խփեց երկրորդ խաղակեսում։ Նախ 52-րդ րոպեին Դիմարկոյի փոխանցումից հետո Թյուրամը հաշիվը դարձրեց 1-0, ընդամենը 4 րոպե հետո Բարելան հաշիվը դարձրեց 2-0, իդեպ այս գոլի դրվագում մեծ դերակատարում ուներ նաև Հենրիխ Մխիթարյանը եւ խաղավերջում Զելինսկին Դուֆրիսի փոխանցումից հետո 90+2-ին խփեց նաև երրորդ գոլը։ Գեղեցիկ գոլ ստացվեց եւ Ինտերը շատ կարեւոր հաղթանակ տոնեց, այս պահին ունի 12 միավորի առավելություն հետապնդող մրցակիցներից եւ եթե հաջորդ տուրում մրցակիցները ձախողվեն, իսկ ինքը հաղթի, կդառնա չեմպիոն։ Իսկ ընդհանրապես նրան պետք է ընդամենը 2 խաղ չկախված մրցակիցներից։ Սա արդեն կարծում եմ, այսպես ասած, դրոշված է արդեն Սկուդետոյում հաղթանակը, չեմ կարծում, թե ինչ որ անակնկալներ կլինեն այս հարցում։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ուզում եմ խոսել, Նապոլի-Լացիո խաղն էր, տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը, որտեղ Նապոլին սեփական երկրպագուների աչքի առաջ ձախողվեց։ Նախ խաղի 6-րդ րոպեին Թեյլորի փոխանցումից հետո Կանսելիերին հաշիվը դարձրեց 1-0, արդեն առաջի խաղակեսում Լացիոն կարող էր խփել երկրորդ գոլը, բայց խաղի 31-րդ րոպեին Զականին չիրացրեց 11 մետրանոցը։ Երկրորդ խաղակեսում էլ նույն Կանսելիերի արդեն փոխանցումից հետո Բասիչը հաշիվը դարձրեց 2-0 եւ Նապոլին ոչ մի կերպ չկարողացավ այս խաղում գտնել իր խաղը, ստեղծել անհրաժեշտ պահեր, որպեսզի կարողանա Լացիոին ինչ որ մարտահրավեր նետել։ Անկեղծած կար տպավորություն, որ Լացիոն կարող է այս խաղում հաղթել անգամ խոշոր հաշվով, որովհետեւ շատ պահեր ունեին, իսկ Նապոլին չունեցավ այդպես էլ ոչ մի 100%-անոց գոլային հնարավորություն եւ ի վերջո պարտվեց միայն 2-0 հաշվով եւ դա իրականում լավ էր, որովհետեւ Լացիոն շատ մեծ առավելություն ուներ եւ շատ լավ պահեր ուներ, որպեսզի խոշոր հաշվով հաղթեր։ Տուրի մյուս կենտրոնական հանդիպումը Ռոմա-Ատալանտա, այստեղ ամեն ինչ տեղի ունեցավ առաջի խաղակեսում, նախ Դերոնի փոխանցումից հետո Կրիստովիչը խաղի 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 45-րդ րոպեին Ռենշի փոխանցումից հետո Հերմոսոն հաշիվը դարձրեց 1-1, երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին, ընդհանուր առմամբ ավելի լավ տպավորություն թողեց Ռոման եւ ավելի մոտ էր խաղը հաղթելու, բայց երևի թե ոչ ոքին օրինաչափ էր, որովհետեւ մեծ պահերը, մեծ հնարավորությունները երկուսի մոտ էլ գրեթե հավասար ստացվեցին, ուղղակի ավելի շատ հարված կատարեց Ռոման, այսպես ասած, եւ դա երևի սեփական հարկի շնորհիվ ստացվեց։ Ընդհանուր առմամբ հավասար հանդիպում էր։ 1-1 Միլանը շատ բարդ խաղում, բայց նվազագույն հաշվով կարողացավ հաղթել Վերոնային, լրիվ Միլանի ոճով հաղթանակ էր, թվում էր, թե Միլանը կարող է միավորներ կորցնել, բայց առաջի խաղակեսում խփած միակ գոլը Ռաբիոյի Լեաուի փոխանցումից հետո խաղի 41-րդ րոպեին դարձավ հաղթական եւ Միլանը այս հաղթանակով հավասարվեց Նապոլիին եւ բարձրացավ երկրորդ հորիզոնական նորից։
Եվ տուրի վերջին հանդիպումը Յուվենտուս-Բոլոնիա, այստեղ Յուվենտուսը նորից ցույց տվեց, թե ինչու է հաճելի թիմ, ինչու է պետք այս թիմին դիտել։ Առաջի խաղակեսում ունեին շատ մեծ առավելություն եւ կարող էին 2-3 գոլ անգամ խփել, բայց միայն մեկը խփեցին խաղի երկրորդ րոպեին, Կալուլուի փոխանցումից հետո Դեվիդը հաշիվը դարձրեց 1-0։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում նոր ի դեպ խաղադաշտ, երկրորդ խաղակեսի մեկնարկում Հոլմի փոխարեն խաղադաշտ հայտնված Կեֆրեն Թուրյամը Մքենիի փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-0 եւ ինչ ասել, Բոլոնիան ոչինչ չառաջարկեց, Յուվենտուսն էլ այդ գոլից հետո հանգստացրեց խաղը, որպեսզի հասկանա վիճակագրությունը, Բոլոնիան ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ դիպուկ հարված չկատարեց։ Ընդամենը մեկ պահ եմ ես հիշում երկրորդ խաղակեսում եւ շատ վտանգավոր պահ ունեցան, բայց շեղ հարվածեցին։ Ընդհանուր առմամբ խաղը ամբողջությամբ Յուվենտուսի սցենարով ընթացավ եւ Յուվենտուսը վստահ հաղթանակ տոնեց։ Այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակում պատկերը հետեւյալն է. Ինտերը 78 միավորով առաջատարն է, Միլանը երկրորդն է 66 միավորով, Նապոլին նույնքան միավորներով երրորդն է, Յուվենտուսը 4-րդն է 63 միավորով, այստեղ Յուվենտուսը անգամ կարող է պայքարել երրորդ եւ երկրորդ տեղերի համար, արդեն պայքարը այստեղ է, որտեղ 5 միավորով փոխվեց Կոմոից, որը 5-րդն է եւ նույնքան միավոր ունի նաեւ Ռոման 58 միավոր եւ 6-րդն է, Ատալանտան շատ նահանջեց եւ 7-րդն է 54 միավորով։ Առաջնության գլխավոր ռմբարկուն Լոուտարո Մարտինեսն է 16 գոլ եւ 4 գոլային փոխանցում, երկրորդ տեղում Նիկո Պասն է Կոմոից 12 գոլ եւ 6 գոլային փոխանցում։ Թյուրամը Ինտերից 11 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ երրորդն է, Դուվիկասը Կոմոից 11 գոլ եւ 1 գոլային փոխանցում չորրորդն է եւ 5-րդը Յուվենտուսից Yildiz-ն է 10 գոլով եւ 6 գոլային փոխանցում։ Նշեմ, որ 10-ական գոլ ունեն նաեւ Ատալանտայից Կրիստովիչը, Դեյվիսը Ուդինեզեից, Հոյլունդը Նապոլիից եւ Մալենը Ռոմայից։ Այսպիսին էր սերիայի 30-րդ տուրը, տեսնենք թե ինչ կլինի մյուս վերջին 5 տուրերում, չեմպիոնության հարցը կարծես թե լուծված է, իսկ Չեմպիոնների լիգայի գոտու պայքարում, այսպես ասած, Յուվենտուսը շատ առաջ պոկվեց եւ մյուս 5 տուրերում, եթե շատ մեծ անակնկալներ չլինեն, ապա շատ բարդ է լինելու այս քառյակի փոփոխությունը Չեմպիոնների լիգայի պայքարի հետ կապված, այստեղ երևի թե մնում է միայն հասկանալ, թե ով կխաղա Եվրոպա լիգայում, ով կխաղա կոնֆերենցիաների լիգայում։ Նաև նշեմ, որ շուտով Ինտերն ու Կոմոն անցկացնելու են իրենց գավաթային պատասխան հանդիպումը եւ հուսանք, որ այնտեղ հետաքրքիր կլինի։ Իսպանական ֆուտբոլում տոներ պետք է տեղի ունենար Իսպանիայի գավաթի Copa del Rey եզրափակիչը, որտեղ մրցելու էին Ատլետիկո Մադրիդ Ռեալ Սոսիեդադ հանդիպումը եւ սրանով պայմանավորված Լա Լիգայում հանդիպումներ տեղի չունեցան, դրա համար մենք խոսենք միայն Ատլետիկո Մադրիդ Ռեալ Սոսիեդադ եզրափակիչի մասին, որը իրականում շատ հետաքրքիր ստացվեց եւ հիասքանչ հանդիպում ստացվեց հույզերով, դաժան ապտակներով եւ միաժամանակ շատ ուրախացան Բարսելոնայի եւ Ռեալ Մադրիդի երկրպագուները, որովհետեւ Ատլետիկո Մադրիդը պարտվեց եզրափակչում, բայց եկեք սկսենք ամեն ինչ 0-ից։ Մի անգամից նշեմ, որ առաջի խաղակեսի արդեն 13-րդ կամ 14-րդ վայրկյանին Բարենեչեան Գեդեշի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը եւ սա իրական շոկ էր, որովհետեւ եզրափակչի մեկնարկը մի անգամից նման արագ գոլով մի անգամից ցույց տվեց, որ այսօր մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվելու եւ լիքը հույզեր ենք մենք ունենալու այս խաղի հետ կապված։ Սրանից հետո Ատլետիկո Մադրիդը ակտիվացավ եւ Գրիզմանի փոխանցումից հետո խաղի 18-րդ րոպեին Լուկմանը հաշիվը հավասարեցրեց կարպետորեն գնդակն ուղարկելով Մարերոյի դարպասը, որը ընդհանուր իսպանական այս ֆուտբոլում գավաթի շրջանակում Ռեալ Սոսիեդադի իրական հերոսն է եւ այս խաղում էլ պետք է վերջում հերոսանալ եւ ընդհանրապես ամբողջ խաղի ընթացքում ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Առաջի խաղակեսում այս գոլից հետո Ատլետիկոն իրականում ավելի վատ էր խաղում, քան Ռեալ Սոսիեդադը, Ռեալ Սոսիեդադը ավելի ակտիվ էր գրոհում, ուներ լավ հնարավորություններ եւ ի վերջո 11 մետրանոց վաստակեցին, այնտեղ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որտեղ փոխանցման ժամանակ դարպասապա Մուսոն դուրս եկավ եւ առաջինը չհասավ գնդակին, իսկ ֆուտբոլիստը հասավ գնդակին եւ բախվեց հարցակվողին եւ մրցավարը որոշեց նշանակել 11 մետրանոց, այո 4 օրենքով սա 11 մետրանոց է, բայց ես անկեղծած այսպիսի շատ դրվագներ եմ տեսել, երբ
նման դեպքերը համարվում են ուղղակի պայքարներ կամ երբ որ հարվածը արդեն տեղի է ունեցել եւ նոր է եղել բախումը, այնտեղ նայում են գնդակը հեռացել էր թե չէ կամ ինչքանով էր մոտ գոլին, բայց այդ ամեն ինչը չնայվեց, նշանակվեց 11 մետրանոց եւ Օյարսաբալը, Ռեալ Սոսիեդադի լեգենդը, իմ կարծիքով նաև իսպանական ֆուտբոլի լեգենդը, հատկապես Եվրոպայի առաջնության եզրափակում խփած գոլից հետո ես այդպես եմ ասում եւ ես նաև նրան շատ եմ սիրում ասել Միքոն, կարողացավ հաշիվը դարձնել 1-2 եւ սա իրականում օրինաչափ էր, որովհետեւ Ռեալ Սոսիեդադը առաջի խաղակեսում ավելի լավ տպավորություն թողեց, քան Ատլետիկո Մադրիդը։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ իրականում պատկերը ամբողջովին փոխվեց։ Ռեալ Սոսիեդադը միայն մտածում էր պաշտպանվելու մասին։ Իհարկե սկզբի առաջին մի 5 րոպեներին նաև մտածում էր հակագրոհելու մասին, բայց այնպես էր ընթանում խաղը, որ Ատլետիկոն ամբողջությամբ վերցրեց խաղը, ասել որ շատ վտանգավոր բայեր է ստեղծում Ատլետիկոն սուտ կլինի, որովհետև շատ լավ էր պաշտպանվում Ռեալ Սոսիեդադը, բայց կային պահեր, ինչ որ մինի պահեր, որոնք կամ լավ էին խաղում պաշտպանները, կամ փրկում էր Մարերոն, բայց այդպես շատ սուր պահեր իրականում չկային։ Խաղի 62-րդ րոպեին խաղադաշտում հայտնվեցին Նիկո Գոնսալեսը Լուկմանի փոխարեն եւ Սորլոտը Ռուջերիի փոխարեն։ Այս փոփոխություններից հետո մի քիչ ավելի ակտիվացավ Ատլետիկո Մադրիդը, բայց նորից չկար այն սրությունը, ինչը սպասվում էր։ Եվ իրականում նաև շատ կարևոր հանգամանք է, որ Ռեալ Սոսիեդադը գնալով այդ ավտոբուսը դարձնում էր միկրոավտոբուս, հետո սուպեր միկրոավտոբուս եւ վերջում մեգա միկրո սուպեր, չգիտեմ, բոլոր աշխարհի բառերով ավտոբուս, որովհետեւ խաղում էին 6-3-1 տակտիկական սխեմայով, որտեղ երկու հենակետային կիսապաշտպան էր խաղում եւ բոլոր փոխարինումները ավելի պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներ էր մցնում հերթով Ռեալ Սոսիեդադը, իսկ Ատլետիկոն իր հերթին անընդհատ ավելի հարձակողական էր դարձնում կազմը։ Իմ կարծիքով 70-րդ րոպեին փոփոխությունների առումով չգուշակեց Սիմեոնեն, երբ խաղադաշտից հեռացրեց իր որդուն, որը իրականում այդքան էլ լավ հանդիպում չանցկացրեց, այս փոփոխությունը հասկանալի էր, բայց Գրիզմանին փոխարինելը Ալմադայով իմ կարծիքով սխալ որոշում էր, որովհետև հաշվի առնելով, որ սա գուցե Գրիզմանի վերջին եզրափակիչն է, որտեղ շատ բարդ է հավատալ, որ Արսենալի հետ նա կկարողանա դուրս գալ եզրափակիչ, Արսենալին հաղթել եւ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչևէ տեսնենք դրա մասին դեռևս կխոսենք, ամեն դեպքում իմ կարծիքով այս փոփոխությունները ճիշտ չէին, իսկ ընդամենը 8 րոպե հետո ավելի պաշտպանողական դարձրեց Ռեալ Սոսիեդադը կազմը, այնտեղ նա անգամ Օյարսաբալին փոխարինեց, որը թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկն է, Գեդեշին փոխարինեց։ Եվ ի վերջո խաղի 83-րդ րոպեին Ալմադայի փոխանցումից հետո թերևս այստեղ փոխանցումը ընդհանրապես էական չէր, Խուլիան Ալվարեսը ֆանտաստիկ գործեց, շատ գեղեցիկ խաղաց եւ շքեղ գոլով հաշիվը դարձրեց 2-2 եւ այս գոլից հետո Ատլետիկոն ուներ հիասքանչ հնարավորություններ հենց հիմնական ժամանակում, այսպես ասած, հաղթելու։ Շատ լավ հնարավորություններ ունեցան Ատլետիկոյի ֆուտբոլիստները, դրվագներից մեկում ֆենոմենալ սեյվ կատարեց Մարերոն եւ պահեց այսպես ասած Ռեալ Սոսիեդադին խաղի մեջ եւ խաղը գնաց լրացուցիչ ժամանակ, այստեղ փոխարինումներ կատարվեցին 88-րդ րոպեին նախտանշեմ, որ Կուբոն հայտնվեց խաղադաշտում եւ սա ինչ որ չափով փոխեց այդ 6-3-1 տակտիկական սխեման, հետո նաեւ 113-րդ րոպեին էլի հարձակողական ոճի ֆուտբոլիզմը ցրեց Ռեալ Սոսիեդադը փոխեց մի քիչ խաղային ոճը։ Առաջի խաղակեսում լրացուցիչ Ատլետիկո Մադրիդը զարմանալիորեն առավելություն չուներ եւ այն տպավորությունը, որ կար երկրորդ խաղակեսի ավարտից հետո ամբողջովին փոխվեց, որովհետեւ Ռեալ Սոսիեդադը ավելի լավ տպավորություն թողեց առաջին լրացուցիչ խաղակեսում եւ դրվագներից մեկում կրկնակի սեյվով աչքի ընկավ Մուսոն, ֆանտաստիկ գործեց եւ Սոսիեդադը իրականում շատ մոտ էր, իսկ դրվագներից մեկում էլ 4 անգամ պաշտպանները հարվածները վերցրեցին իրենց վրա եւ Ռեալ Սոսիեդադը չկարողացավ խփել այդ երրորդ գոլը։ Նշեմ, որ հենց այս խաղակեսում եւս մեկ հիասքանչ պահ ունեցավ, ոչ թե հիասքանչ պահ էր, այլ ուղղակի շատ գեղեցիկ եւ ֆանտաստիկ հարված էր, որը կարող էր գոլով ավարտվել Խուլիան Ալվարեսի կողմից, բայց գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ երկրորդ արդեն լրացուցիչ ժամանակը, այսպես ասած, շատ հոգնած էին թիմերը, անընդհատ ընկնում էին ֆուտբոլիստները, հատկապես Ռեալ Սոսիեդադի ժամանակ էին ձգում, Ատլետիկոն ոչինչ չէր կարողանում ստեղծել եւ նույնն էլ չէր կարողանում անել Ռեալ Սոսիեդադը, շատ հոգնատենչ, այսպես ասած, երկրորդ լրացուցիչ ժամանակ ստացվեց եւ խաղը գնաց 11 մետրանոցներից եւ այստեղ եկավ ժամանակը Մարերոյի նորից հերոսանալու։ Ատլետիկո Մադրիդի երկու առաջատար հարձակվողները վրիպեցին
վրիպեցին, սկզբից Սորլոտը վրիպեց, հետո Ալվարեսը վրիպեց, հետո Մուսոնը ինչ-որ հույս տվեց, երբ փրկեց Օսկարսոնի հարվածը, բայց դրանից հետո բոլորը վստահորեն իրացրեցին 11 մետրանոցները եւ հաղթական 11 մետրանոցը իրացրեց Մարինը, որը այն ժամանակ եւ Ռեալ Սոսիեդադը վերջին անգամ հաղթեց Իսպանիայի գավաթը, գնդակ տվող երեխա էր, իսկ այս խաղում արդեն հաղթական գոլը խփող։ Սա Ռեալ Սոսիեդադի պատմության 4-րդ գավաթն էր, եւ իհարկե այս հաղթանակը շատ մեծ ուրախություն տվեց հատկապես Բարսելոնայի երկրպագուներին, որովհետեւ ինչպես ասում են Բարսելոնայի երկրպագուները, նրանց քիթը քսվեց, որովհետեւ նրանք արժանի չէին այս ամեն ինչին։ Եվ այսպես ասած Ատլետիկոն հաղթեց բոլոր վիշապներին, հասավ Օլիմպոսի գագաթին եւ ամենավերջի պահին, երբ պետք է իր հաղթական դրոշը դներ, ընկավ այդ Օլիմպոսից եւ ձախողվեց։ Շատ տխուր է իրականում Գրիզմանի համար, որտեղ Գրիզմանը այդպես էլ Ատլետիկո Մադրիդի հետ չհաղթեց ոչ Իսպանիայի գավաթում, ոչ Լա Լիգայում։ Միակ հաղթանակը Իսպանիայի ներսում դա Իսպանիայի սուպեր գավաթն էր, որ նրանք կարողացել էին հաղթել, եւ երկու եվրոպական մրցաշար է հաղթել Գրիզմանը, այնտեղ Եվրոպա լիգան եւ UEFA-ի սուպեր գավաթը։ Իրականում միայն այդ առումով եմ ես տխրում, որ Ատլետիկոն պարտվեց, որտեղ Գրիզմանը արժանի էր իմ կարծիքով իր վերջին սեզոնում Ատլետիկո Մադրիդի կազմում ունենալ տիտղոս, իսկ հիմա Չեմպիոնների լիգայում անկեղծ ասած շատ բարդ է հավատալ, որ կկարողանան նրանք տիտղոս ունենալ։ Դե մյուս կողմից էլ ուրախ եմ Ռեալ Սոսիեդադի եւ հատկապես Օյարսաբալի համար, որովհետեւ շատ եմ սիրում այդ ֆուտբոլիստին եւ նաեւ պետք է իհարկե առանձնացնենք Ռեալ Սոսիեդադի գլխավոր մարշին, որը սեզոնում այնպիսի պահի եկավ, երբ բոլորը մտածում էին, որ Ռեալ Սոսիեդադը պետք է պայքարի տեղը ուղղակի պահելու համար, բայց նա գալիս է եւ հաղթում է տիտղոս եւ թիմին այս պահին շատ լավ մարզավիճակով պահում է Լա Լիգայում, վաստակել են Եվրոպա լիգայի ուղեգիր այս գավաթը հաղթելու շնորհիվ եւ նաեւ կխաղան Իսպանիայի սուպեր գավաթում, դրա համար Մացարոին միայն ծափահարություններ։ Ռեալ Սոսիեդադը հաղթում է Իսպանիայի գավաթը, արքայական գավաթը եւ իրոք զավեշտալի է հնչում, որ այս սեզոնում Ռեալ Մադրիդը, Ատլետիկո Մադրիդը տիտղոս չեն ունենա, բայց կա մի թիմ, որի անունը նորից Ռեալով է սկսում, Բասկյան Սոսիեդադը կունենա տիտղոս։ Սա ցավ եւ լացի հերթական հնարավորություն Ռեալ Մադրիդի ֆաներին, բայց ամեն դեպքում իհարկե Ռեալի եւ Բարսելոնայի ֆաները այս հարցում երջանիկ են, ձեռք-ձեռքի տված, որովհետեւ երկուսի չսիրելի եւ նրանց երրորդ հիմնական մրցակիցը պարտվեց Իսպանիայի գավաթի եզրափակչում։ Շնորհավորում եմ Ռեալ Սոսիեդադի երկրպագուներին, եթե իհարկե նրանք կան Հայաստանում եւ արդյոք կան ինձ դիտողների մեջ, գուցե ինչ-որ արտասահմանցի Ռեալ Սոսիեդադի երկրպագու պատահաբար YouTube-ը թերթելիս, բացի ասի այսինչ գեղեցիկ տղա է, այսինչ գեղեցիկ մարզահագուստ է ակել եւ որոշի այդպես դիտել այս տեսանյութը եւ վերջում չգիտեմ, թարգմանության միջոցով հասկանա, որ ես նրան շնորհավորում եմ եւ նաեւ եթե դու գեղեցիկ աղջիկ ես արտասահմանից, համբուրում եմ։ Եվ վերջում խոսենք իմ սիրելի լիգայի մասին, Անգլիայի պրեմիեր լիգայի մասին, որտեղ այս տուրը շատ թեժ ստացվեց եւ շատ հետաքրքիր բաներ կատարվեցին եւ այդ հետաքրքիր կատարվելիք բաներում ամենակարևորը շատ թեժացավ չեմպիոնական պայքարը, բայց իհարկե Manchester City Arsenal խաղի մասին ես կխոսեմ ամենավերջում։ Հիմա սկզբից նշեմ, որ Նյուքասլը նորից ձախողվեց, տանը պարտվեց Բորնմութին։ Տոտենհեմ Բրայթոնն է առաջի խաղը, որը ես դիտել եմ Անգլիայի պրեմիեր լիգայից եւ ուզում եմ խոսել, այո, ես չեմ ցանկանում, որ Տոտենհեմը դուրս մնա, բայց ցավալի է, ամեն ինչ գնում է հենց այդ ուղղությամբ եւ գուցե Տոտենհեմը, որը պատմականորեն Անգլիայի պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկն է, կարող է դուրս մնալ Անգլիայի պրեմիեր լիգայից եւ ուղևորվել Championship։ Դե Դերբի երկրորդ հանդիպումն էր եւ անկեղծ ասած Տոտենհեմը վատ տպավորություն չէր թողնում, առաջի խաղակեսում ավելի լավ էր խաղում, քան Բրայթոնը, թերևս խաղի առաջին շատ վտանգավոր պահ ստեղծեցին Բրայթոնի ֆուտբոլիստները, երբ գնդակը ուղղակի անհասկանալի է թե ինչպես չհայտնվեց դարպասում եւ հենց դրանից անմիջապես հետո, այո, միջև այդ նաև եթե չեմ սխալվում, այնտեղ գոլ եղավ, որտեղ կար խաղից դուրս իրավիճակ Բրայթոնի կողմից, եւ դրանից հետո անմիջապես հետո Սիմոնսի հիասքանչ փոխանցումից հետո Պեդրո Պորոն 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, բայց Տոտենհեմի ուրախությունը երկար չտևեց, որովհետեւ Գրոսի փոխանցումից հետո Միտոման շքեղ գոլով 45+3-ին առաջի խաղակեսի վերջնամասում կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ ընդհանուր առմամբ
հավասար հանդիպում էր ընթանում, Բրայթոնը իր գրոներն էր անցկացնում, Տոտենհեմը իր գրոներն էր անցկացնում եւ ասել, որ տենց շատ վտանգավոր պայեր կար, սուտ կլինի, ընդհանուր առմամբ հավասար հանդիպում էր, որտեղ երկու թիմերն էլ սպասում էին մրցակցի սխալին։ Ի վերջո եղավ այդ սխալը, որից օգտվեց Բերգվալը, խլեց, փոխանցեց Սիմոնսին եւ Սիմոնսը ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 2-1 եւ սրանից հետո պետք էր ուղղակի պահել այս հաշիվը եւ հնարավորության դեպքում նաեւ խփել երրորդը։ Միանգամից նշեմ, որ առաջարկում ես մոռացա ասել, որ Պեդրո Պորոյի գոլից հետո հիասքանչ հնարավորություն ուներ Տոտենհեմը հաշիվը նաև 2-0 դարձնելու, բայց Սիմոնսը հարվածեց դարպասաձողին, եւ այդ պայից հետո նոր եղավ արդեն վերջում Միտոմայի գոլը առաջի խաղակեսի վերջնամասում, սա կարևոր է, որովհետեւ Տոտենհեմը այդ ժամանակ արդեն մոտ էր իր համար, այսպես ասած, արդյունքին մոտ տանող հաշիվ ունենալ։ 2-1 եւ խաղի 90+5-ին խայտառակ պաշտպանվեց Դանսոն, խայտառակ կերպով կորցրեց գնդակը եւ Վանհեցկեի փոխանցումից հետո Ռուտերը հաշիվը դարձրեց 2-2 եւ այնտեղ արդյունքներ, շատ դաժան կադրեր, երկրպագուներն էին արտասվում, Խավի Սիմոնսն էր արտասվում, Դեզերբին էր շոկի մեջ, Տոտենհեմի նախագահն էր ուղղակի շատ այսպես մեռյալ հայացքով նայում բոլորին եւ հասկանում էր, որ ցավը իրականում շատ մեծ է, որովհետև ամեն ինչ շատ ծանր է Տոտենհեմի համար, եթե նա անգամ այսպիսի խաղում, երբ այդքան մոտ էր հաղթանակի, չի կարողանում հաղթել։ Սա իհարկե պատասխանատվության պակաս է։ Ես ուզում եմ խոսել Տոտենհեմի մասին, որովհետև վաղուց չեմ անդրադարձել այս թիմին, այո, խոսել եմ միշտ ինչ-որ առիթներով, բայց ուզում եմ իմ կարծիքը արտահայտել։ Նաև խոսում եմ իմ լավ ընկերներից մեկի հետ, ով Տոտենհեմի երկրպագու է, այո, Հայաստանում կան Տոտենհեմի երկրպագուներ, եւ ես նրա կարծիքը կիսում եմ, գուցե նրան նաև ճանաչեք, խոսքը Գևորգ Ղազարյանի մասին է, նա Բուն TV-ում սպորտային հաղորդում է վարում եւ գուցե նաեւ նրան տեսած եւ հանդիպած լինեք, նաեւ աշխատում է Արարատ Արմենիան։ Եվ նրա հետ խոսում էի, նա ինձ ասաց, որ կարծում է, որ Տոտենհեմը պետք է դուրս մնա ԱՊԼ-ից, որպեսզի այս թիմի ղեկավարության քիթը ուղակի քցվի եւ նրանք հասկանան, որ այսպես թիմ չեն ղեկավարում, այսպես մարզիչներին չեն հեռացնում, այսպես ուղղակի արհամարանքով չեն մոտենում թիմին եւ չի կարելի նման ծանր եւ զզվելի որոշումներից հետո չպատժվել եւ սա հենց կարծես թե Տոտենհեմի պատիժն է եւ Տոտենհեմը խելքի կգա միայն այն ժամանակ, երբ գնա չեմպիոնշիփ։ Իհարկե ես չեմ ցանկանում, որ Տոտենհեմը գնա չեմպիոնշիփ, բայց այս խոսքերի տակ ստորագրում եմ։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Չելսի Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումն էր, այստեղ խփվեց ընդամենը 1 գոլ, բայց պետք է նշեմ, որ ամբողջ խաղի ընթացքում Չելսին ուներ մեծ առավելություն, առաջի խաղակեսում ուներ հիասքանչ պայեր չօգտագործեց։ Նշեմ, որ այս խաղի ամենացավալի բանը, որը կատարվեց Չելսիի երկրպագուների համար, դա 16-րդ րոպեին Էստևաոյի վնասվածքն էր։ Եվ ավելի ցավալի է, թե ով փոխարինեց նրան։ Գառնաչոն մտավ խաղադաշտ եւ չգիտեմ, ուղղակի աղետալի ֆուտբոլ խաղաց ամբողջ խաղում։ Չելսին ուներ առավելություն, ստեղծում էր պայեր, չէր օգտագործում դրանք եւ ի վերջո Ֆերնանդեշի հիասքանչ փոխանցումից հետո Կունյան խաղի 43-րդ րոպեին խփեց այս խաղի միակ գոլը եւ այդպես էլ այդ գոլը մնաց միակը։ Երկրորդ խաղակեսում Չելսին ուներ հիասքանչ հնարավորություններ հաշիվը հասցնելու, երկու անգամ դարպասաձողին հարվածեցին, ունեին խաղային հսկայական առավելություն, այո, երբեմն վտանգավոր հակագրոներ անցկացնում էր նաև Մանչեսթեր Յունայթեդը, բայց սա այն խաղերից էր, երբ տիեզերքը ուղղակի Մանչեսթեր Յունայթեդի կողմից էր։ Այստեղ ամեն ինչ աստղերը ամեն կերպ երկնքում դասավորվել են այնպես, որ Յունայթեդը պետք է հաղթեր եւ այդպես էլ եղավ, Չելսին այդպես էլ չօգտագործեց իր պահերը։ Այստեղ նաև նշեմ, որ Էնցո Ֆերնանդեսը վնասված ստացավ խաղի 88-րդ րոպեին, ինչը եւս մեկ ցավալի նորություն է Չելսիի համար։ Եվ Չելսիի իրավիճակը շատ ծանրացավ, իսկ Յունայթեդը, այսպես ասած, կարողացավ իր համար շատ կարևոր հաղթանակ տոնել եւ առաջնությունում երրորդն է, իհարկե հավասար միավորներ ունենալով Ասթոն Վիլայի հետ։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Նոթինգեմ Բարլի հանդիպումն է, ինչու այս հանդիպման մասին երկար չեմ խոսի, ուղղակի որ նա Տոտենհեմի գլխավոր մրցակիցներից է, նշեմ, որ պարտվում էին 1-0, բայց հաղթեցին 4-1 հաշվով եւ լավ փոխվեցին արդեն Տոտենհեմից։ Մերսայդյան դերբի, Էվերտոն Լիվերպուլ, շատ լավ հանդիպում էր իրականում, հատկապես առաջի խաղակեսը շատ հետաքրքիր պայքարում անցավ, Էվերտոնը շատ լավ մեկնարկեց խաղը, ուներ առավելություն եւ այդ առավելությունը ի վերջո վերածեց գոլի խաղի 27-րդ րոպեին, նդիայեմ, բայց այնտեղ կար խաղից դուրս իրավիճակ,
եւ գոլը չհաշվեցին եւ ընդամենը սրանից 2 րոպե հետո Գակպոն սլոտի տղան, ինչպես սիրում եմ ասել, ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարեց Մոհամեդ Սալահին։ Այո, ես շատ քիչ դեպքերում է լինում, որ գովում եմ Գակպոին, բայց այն ինչ արեց Գակպոն, այն փոխանցումը, որը նա կատարեց, այդպես կարող են միայն չգիտեմ, Դե Բրույնեն այդպես կարող է, որ չես զարմանա, Լուկա Մոդրիչը այդպես կարող է։ Ուղղակի ֆանտաստիկ նկատեց եւ շքեղ փոխանցում կատարեց Սալահին, Սալահը խփեց իր 9-րդ գոլը, եթե չեմ սխալվում Էվերտոնին, եւ ընդամենը 1 գոլ էր պետք նրան, որպեսզի նա հավասարվեր Ջերարդին, որը 10 գոլ էր խփել։ Գուցե այստեղ ինչ որ թվերի հետ կապված ինչ որ բան խառնում եմ, եթե կան Լիվերպուլի ֆաներ, ովքեր կդիտեն, կարող են շտկել, բայց ես այսպես եմ հիշում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում ընդհանուր հավասար հանդիպում է ընթանում, անգամ կարող եմ ասել, որ Լիվերպուլը ավելի լավ տեսք ուներ եւ ընդհանրապես առաջարկի Սալահի գոլից հետո Լիվերպուլը լավ տեսք ուներ ավելի եւ ինչ որ բան քանդվեց Էվերտոնի խաղում եւ երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ այդպես սկսեց, բայց գոլ խփեց Էվերտոնը։ Բետոն կարողացավ գոլ խփել եւ հաշիվը հավասարեցնել։ Այս խաղում հետո իհարկե եղան վնասվածքներ, այնտեղ Բետոն վնասված ստացավ, դրանից առաջ եւս մեկ ֆուտբոլիստ վնասված ստացավ, բայց հիմա չեմ հիշում Էվերտոնից եւ պետք է, հիշում եմ, ոչ թե դրանից հետո եղավ Բրենվեյթը վնասված ստացավ եւ նաեւ Մամադաշվիլին վնասված ստացավ եւ նրա փոխարեն խաղում հայտնվեց Վուդմանը, այս առումով շատ ցավալի էր, որովհետեւ 3 վնասված մեկ խաղում ու կարծես թե 3-ն էլ լուրջ էին։ Եվ ի վերջո խաղի վերջնամասում Լիվերպուլը շատ ակտիվացավ եւ կարողացավ Սոբոսլայի փոխանցումից հետո Վան Դեյքը անկյունային խաղարկումից հետո գլխով խփել այդ հաղթական գոլը եւ Լիվերպուլը մեգա կարևոր հաղթանակ տոնեց եւ այսպես ասած ամրագրվեց 5-րդ տեղում, որը տալիս է Չեմպիոնների լիգայի հնարավորություն ու հիմա արդեն մեծ առավելություն ունի Չելսիի նկատմամբ։ Եվ վերջին հանդիպանը անդրնշեմ, որ Ասթոն Վիլա Սանդերլենդ խաղում բլոկբաստեր եղավ, 4-3 հաշվով Ասթոն Վիլան հաղթեց Սանդերլենդին, այս խաղը ես չեմ դիտել, դրա համար ինչ որ հստակ կարծիք չունեմ, բայց պետք է նշեմ, որ Ասթոն Վիլան շատ կարևոր հաղթանակ տոնեց եւ Յունայթեդի հետ հավասար միավորներ ունի այս պահին, եւ տուրի կենտրոնական հանդիպումը, այն հանդիպումը, որը ուղղակի զարդարեց Անգլիայի Պրեմիեր լիգան եւ այսպես նշмарեց անգլիական ֆուտբոլում հանճարեղ պայքարը, որը մեզ սպասվում է վերջին տուրերում, որպեսզի մենք հասկանանք ի վերջո անիծյալ ապրիլը կավարտվի Արսենալի մոտ, անիծյալ այդ 22 տարիներից հետո Արսենալը կարողանա հաղթել Պրեմիեր լիգան, թե Գվարդիոլան նորից իր սանին կթողնի երկրորդ տեղում։ Նշեմ, որ խաղի մեկնարկում Սիթին շատ լավ մեկնարկեց, Արսենալը եւս փորձում էր ակտիվ լինել, բայց խաղը Սիթիի ձեռքում էր եւ խաղի 16-րդ րոպեին Նունյեշի փոխանցումից հետո Շերկին շքեղագույն անցումից հետո հաշիվը բացեց եւ սրանից հետո կար տպավորություն, որ Սիթին հիմա կսեղմի, կարող է խփել երկրորդ գոլը, բայց ընդամենը 2 րոպե հետո Դոննարուման նվիրեց գոլ Արսենալին, այնտեղ իհարկե լավ պրեսինգի գնաց նաև Հավերցը, բայց սա իհարկե ամբողջությամբ Դոննարումայի պատասխանատվության տակ էր եւ հաշիվը դարձավ 1-1։ 1-1 դառնալուց հետո այո Սիթին համեմատաբար ավելի լավ էր խաղում, ավելի լավն էր գնդակով, բայց ստեղծել համարժեք պայեր, որպեսզի կարողանան խփել երկրորդ գոլը չստացվեց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսում պատկերը հետեւյալն էր. Սիթին գրոհում էր, Արսենալը պաշտպանվում էր եւ դա արդեն գնալով դառնում էր այնպես, որ Արսենալը ուղղակի ավտոբուս էր կանգնեցրել եւ ամբողջ թիմով պաշտպանվում էր, բայց մեկ պահ Արսենալը ակտիվացավ եւ 2 մահացու հնարավորություն ունեցավ, մի դրվագում կրկնակի սեյվով ֆանտաստիկ գործեց Դոննարուման, իսկ մի դրվագում գնդակը դիպավ դարպասածուղին եւ անմիջապես այս պահերից հետո Սիթին գնաց առաջ եւ Օռայլի շքեղ խաղից հետո, Դոկ Օռայլի խաղարկումից հետո ի վերջո գնդակը հասավ Էրլինգ Հոլանդին, որը խփեց այդ կարևորագույն գոլը Մանչեսթեր Սիթիի համար, հաշիվը դարձավ 2-1։ Այս գոլից հետո Արսենալը փորձեր արեց, ակտիվացավ, փորձեց հավասարեցնել խաղի հաշիվը, խաղավերջում լավ հնարավորություն ունեցավ Հավերցը, որը գլխով արված էր, բայց մի քիչ բարձր ընթացավ եւ ի վերջո այո Արսենալը պարտվեց այս կարևորագույն հանդիպումում եւ չեմպիոնական պայքարը դարձավ ուղղակի անտանելի հետաքրքիր։ Նշեմ, որ Ռոդրին կարծես թե վնասված ստացավ, ինչը ցավալի է Սիթիի ֆաների համար, որովհետեւ Ռոդրին շատ կարևոր ֆիգուր է ներկայիս Սիթիում։ Ընդհանուր առմամբ ինչ տեղի ունեցավ այս խաղում, Սիթին խաղաց իր ֆուտբոլը, Արսենալն էլ
տեղ-տեղ շատ պաշտպանողական եղավ, տեղ-տեղ խիզախ եղավ, ընդհանուր առմամբ չի ասի, թե Արսենալը շատ վատ հանդիպում անցկացրեց, որովհետև նա եւս մեկ դարպասաձողին հարվածեց, իսկ նրա մասին մոռացա, 2-1-ի ժամանակ եւս մեկ դարպասաձող տեղի ունեցավ, եւ ընդհանուր առմամբ կարող էր Արսենալը իրականում փրկել այս խաղը, բայց չկարողացավ փրկել եւ City-ին շատ կարեւոր հաղթանակ տանեց։ Տակտիկական առումով ինչ որ նորություններ չկար այս խաղում, երկու թիմերն էլ խաղում էին իրենց հարազատ ոճով, ինչ որ անակնկալներ չէին պատրաստել։ Այստեղ ուղղակի այնքանով էր կարևոր այս դիմակայությունը, որ Manchester City-ին ուղղակի ցույց տվեց, որ հիմա Arsenal-ը ունի ռեալ մրցակից, որպեսզի չեմպիոնական պայքարը սրվի։ Բարլիի հետ բաց թողնված խաղը հաղթելուց հետո թիմերը միավորներով կհավասարվեն, նշեմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում որոշվում է գոլերով առաջինը, թե որ թիմն է չեմպիոն դառնում։ Ընդհանուր առմամբ թիմերը Արսենալին մնացել է անցկացնելու իր 5 խաղերը, եթե 5 խաղը, ասեք սա ճշտ եմ հաստատ, որովհետև սխալ չասեմ։ Այո, Արսենալին 5 խաղ է մնացել, Manchester City-ին 6։ Երկու թիմերն էլ ունեն բարդ հանդիպումներ եւ տեսնենք, թե ինչպես կստացվի առաջնության մնացած հատվածը եւ ի վերջո ով չեմպիոն կդառնա։ Նշեմ, որ այս տուրում ես երբ նկարում եմ այս տեսանյութը դեռևս տեղի չի ունեցել Crystal Palace West Ham հանդիպումը, որը գլխավոր մրցակիցներից մեկն է Tottenham-ի, այսպես ասած, Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու համար, այդ խաղի մասին չեմ կարող խոսել, բայց այժմ իհարկե Telegram-յան իմ ալիքում Vag Sport-ում, որտեղ մենք անդրադառնում ենք բոլոր նորություններին, այնտեղ իհարկե այդ խաղին կանդրադառնամ արդեն այսօր, երբ տեսանյութը տեղադրվի երկուշաբթի օրը։ Հիմա մրցաշարային աղյուսակը Արսենալը 70 միավորով առաջի տեղում է 33 խաղերից հետո, City-ն երկրորդն է 67 միավորով 32 խաղերից հետո, United-ը 58 միավորով երրորդն է, համապատասխանաբար նույնքան միավորով Aston Villa-ն 4-րդն է, Liverpool-ը 55 միավորով 5-րդն է եւ Chelsea-ն 48 միավորով 6-րդն է։ Արդեն այստեղ հասկանում ենք 7 միավորի տարբերություն, ինչը շատ լուրջ է։ 5 տուր առաջ Brentford-ը եւս ունի 48 միավոր, Bournemouth-ը եւս ունի 48 միավոր, Brighton-ը եւ Everton-ը ունեն 47-ական միավոր, Sunderland-ը ունի 46 միավոր եւ Fulham-ը 45 միավոր։ Սա մինչեւ 12-րդ տեղն է, հասկանում ենք, թե ինչ մահացու է լինելու Եվրագավաթային պայքարը։ Եվ վերջում նշեմ, որ Tottenham-ը ունի 31 միավոր 33 տուրերից հետո, West Ham-ը 32 խաղից հետո ունի 32 միավոր եւ եթե հանկարծ West Ham-ը հաղթի, հասկանում ենք, որ այնտեղ միավորների տարբերությունը կհասնի 4-ի, ինչը Tottenham-ի համար շատ դաժան կլինի։ Իսկ Nottingham-ը փոկվեց հաղթելով Barley-ին եւ 36 միավոր ունի եւ այս պահին Tottenham-ից, որը 18-րդ հորիզոնականում է, ունի 5 միավորի առավելություն։ Առաջնության գլխավոր ռմբարկուն Էրլինգ Հոլանդն է 23 գոլ եւ 7 գոլային փոխանցում, երկրորդ տեղում Իգոր Տիագոն է Brentford-ից 21 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Սեյմենյոնն է Manchester City-ից 15 գոլ եւ 4 գոլային փոխանցում, չորրորդը Ժոաու Պեդրոն է Chelsea-ից 14 գոլ եւ 5 գոլային փոխանցում եւ 5-րդը Nottingham-ից Gibbs White-ն է 12 գոլ եւ 2 գոլային փոխանցում։ Նշեմ, որ 12-ական գոլ ունեն նաեւ Գյոկերեշը եւ Վելբեքը։ Այսքանն էր Անգլիայի Պրեմիեր լիգայի իմ ամփոփումը, իսկ ինձ մնացել է միայն հիշեցնել, որպեսզի միանաք իմ YouTube-յան ալիքին, որտեղ մենք շատանում ենք եւ ամեն շաբաթ տեսանյութեր ենք նկարում ձեզ համար, որպեսզի դուք կարողանաք դրանք վայելել եւ նաեւ իմ համար շատ կարեւոր կլինի, որ դուք գրեք ձեր կարծիքը տեսանյութերի տակ, ես դրանից շատ եմ ուրախանում եւ նշեք նաեւ ինչ կարելի է փոխել եւ որ առարկության մասին կուզենայիք, օրինակ, որ ես խոսեի, որից չեմ խոսում։ Ինձ առաջարկել են որոշ առաջնություններ, ես դրան շուրջ դեռևս մտածում եմ, բայց հետաքրքիր կլինի ձեր կարծիքը, օրինակ կուզեիք ես անդրադառնայի Հայաստանի առաջնությանը։ Եվ իհարկե նաև չմոռանաք ինձ միանալ իմ մյուս հարթակներում սոցիալական, Instagram, Telegram եւ TikTok։ Իսկ մենք կհանդիպենք արդեն մյուս շաբաթ, որպեսզի միասին քննարկենք, խոսենք եւ վայելենք ֆուտբոլային թոփ իրադարձությունները։